Դատախազությունը քրեական գործ է հարուցել Գյորգի Գախարյայի դեմ։ Գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 25 գործին եւ Չորչանայի դրվագին։ Պատիժը նախատեսում է 13 տարի ազատազրկում։ Նախկին վարչապետի թիմակիցները խոսում են քաղաքական հետապնդումների մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Վրաստանում թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները։ Հիշեցնենք, Սիղնաղի մունիցիպալիտետում Վրաստանի պետական սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը Ադրբեջանից մեկնում էր Թուրքիա։ Դեպքը հետաքննվում է քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը վերաբերում է օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կործանված թուրքական ինքնաթիռում գտնվել է 20 զինծառայող։ Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի սևարկղը հայտնաբերվել է, հայտարարում է Ռեջիփ Թայիփ Էրդողանը։ Այս կապակցությամբ նա հիշել է իշխող կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ Քննարկել են ինքնաթիռի կործանման մանրամասները, որի ժամանակ զոհվել է 20 պետական ծառայող։ Էրդողանի խոսքով ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո կապ է հաստատվել համապատասխան մարմինների հետ եւ արագորեն սկսել են որոնողափրկարարական գործողություններ։ Թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները ցավակցություններ են ստանում։ Ընտանիքի անդամները հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, վերջիններս տեղեկություն են տրամադրել քննչական գործողությունների ընթացքի մասին։ Նրանք նաև խոսել են վթարի հնարավոր պատճառների մասին։ Դիվանագիտական օրվան նվիրված միջոցառում եւ պարգեւատրման արարողություն Ակակի Չխենկելի անվան վաստակի մեդալով պարգեւադրվել է արտաքին գործերի նախարարության 6 աշխատակից, իսկ Սուլխան Սաբա-Օրբելյանի անվան վաստակով 3 դիվանագետ։ Դիվանագիտության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև Եվրամիության դեսպանը։ Պավել Հերչեսկին խոսել է Եվրամիություն-Վրաստան հարաբերությունների մասին։ Նրա խոսքով թեկնածուի կարգավիճակի տրամադրումից 2 տարի անց Վրաստանը այն հնարավորություններից ավելի հեռու է, քան այն ժամանակ, երբ նա թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Իր ելույթի ընթացքում նա ընդգծել է վերոնշյալը։ Վրացական երազանքը, Բրյուսելի քննադատությունը եւ որ նոյեմբերի 18-ին նախատեսված ընդլայնման ֆորումը կանցկացվի առանց վրացական կողմի համարում է կառավարության վրա ճնշման մի մաս։ Նրա խոսքով ֆորումին իրենց չհրավիրելու պատճառը հանդիսացող փաստարկները հաստատում են Բրյուսելի քաղաքականության կրկնակի ստանդարտները։ Խորհրդարանի խոսնակը նշում է, որ այս փաստը վկայում է ոչ եվրոպական արժեքների մասին։ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընդլայնման ֆորումը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերի 18-ին։ Ազգային շարժումը Սահմանադրական դատարանին դիմում է արտաքին ուժերի դրդմամբ, ինչի վառ ապացույցն էլ կուսակցության գործողություններն են։ Հայտարարում է Շալվա Պապուաշվիլին, խորհրդարանի նախագահը աջակցել է ազգային շարժման որոշմանը, որով նրանք նախատեսում են սահմանադրական հայց ներկայացնել վրացական երազանքի դեմ։ Նախկին իշխող կուսակցությունը հայտարարում է, որ խորհրդակցություններ են անցկացվում գործընկերների հետ եւ հայցը կներկայացվի 3 փուլով։ 2026 թվականի պետբյուջեի նախագիծը պատգամավորները կքննարկեն լիագումար նիստում։ Օրենսդիր մարմինը դեկտեմբերին կհաստատի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը։ Հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով այս փուլում խորհրդարանի դիտողությունները ակտիվորեն կքննարկվեն նախարարությունների հետ, իսկ 2 շաբաթից կներկայացվի ուղղված վերջնական տարբերակը։ Նիստը շարունակվում է հարց ու պատասխանի ռեժիմով։ Պատգամավորները հիմնականում հետաքրքրված են կրթության ոլորտի կապիտալ ծախսերով, սոցիալապես անապահով խավերի հարցերով, կենսաթոշակներով եւ աշխատավարձերի բարձրացմամբ։ Մուխյանի երկարակեցության ամառանոցում բարելավվում է ճանապարհային ենթակառուցվածքը։ Ճանապարհի վերանորոգման զուգահեռ նախագիծը ներառում է նաև ջրահեռացման ցանցի կազմակերպում եւ տեղում ջրահեռացման կոլեկտորի կառուցում։ Աշխատանքային կենտրոնի բյուջեից կծախսվի մոտ 3 միլիոն 600 հազար լարի։